Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր հյուրն է Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Բարև ձեզ, պարոն Բաբաջանյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Երեք դուք Facebook-յան հայտարարություն եք արել, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության եւ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության աջակցությամբ ստեղծվել է արտաքին հակահետախուզության նոր ծառայություն։ Ինչի մասին է խոսքը։ Մենք ունենք նոր ստեղծված հակահետախուզական ծառայություն, որը գիտեք ԱԱԾ-ից առանձնացվեց, հիմա արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ նախաձեռնություն կա ԱԱԾ-ում նորից հակահետախուզության ինչ-որ կառույց ստեղծել։ Սա ինչ բան է։ Հենց սրա մասին։ Այո, Միացյալ Նահանգների Մեծ Բրիտանիայի գործուն աջակցությամբ Հայաստանը կարողություններ է ձեռք բերում կիբերանվտանգության, տնտեսության պաշտպանության, տվյալների պաշտպանության մասով անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու, մինչ այս մեզ աջակցում էին տարբեր միջազգային գործընկերներ, հատկապես 2000 թվականից հետո Հայաստանը անպատկերացնելի կիբեր հարձակումների պատերազմի ուղղակի թիրախ էր։ Հիմա Հայաստանը ավելի կարողունակ կլինի սեփական ուժերով դիմագրավել այդ փորձությունները, նախապես կանխատեսել, եթե պետք է նույնիսկ կանխարգելել դրանք։ Բայց եթե այդպես է, տպավորությունը այնպեսին է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան առաջինը հենց այդ նոր կառույցին պետք է օժանդակային եւ ոչ թե ազգային անվտանգության ծառայությանը, որը ինչ խնդիրներ է դրել միջազգային գործընկերների առաջ, դրանից է կախված։ Նախ Հայաստանը իհարկե, ընդհանրապես միջազգային գործընկերները ի տարբերություն Ռուսաստանի մշտապես ապավինում են առաջարկներին, թե արդյոք պետությունը կարողանում է նախ դիագնոզել իր խնդիրները եւ երկրորդ առաջադրել այնպիսի խնդիրներ, որոնք պետության կենսունակության, պետության դիմադրողունակության համար ունեն կարևոր նշանակություն։ Իրենք գնում են, վերլուծում են այդ առաջարկները եւ գալիս են ասում են, որ պատրաստ ենք ձեզ ուրեմն համապատասխան աջակցություն տրամադրել, որպեսզի դուք կարողանաք ձեր պետությունը ավելի, ինստիտուտները ավելի կենսունակ դարձնել, ավելի պաշտպանունակ դարձնել եւ այդ իմաստով կարծում եմ, որ Հայաստանը նախ խնդիր դրեց ուրեմն ստեղծել հետախուզական համապատասխան կառույց, գիտեք Քրիստինե Գրիգորյանը տևական ժամանակ նաեւ արտերկրում էր, համապատասխան գիտելիքներ, հմտություններ էր ձեռք բերում։ Հիմա ԱԱԾ-ին առընթեր օպերատիվ ավելի աշխատանք իրականացնող, ավելի կիբեր անվտանգության հմտությունների մեջ ավելի փորձառություն է ձեռք բերում եւ կարծում եմ, որ սա պետության համար չափազանց կարևոր նշանակություն ունի, հատկապես հաշվի առնելով նաեւ որ դրանում ներգրաված կառույցները, ովքեր աջակցել են ըստ էության, որպեսզի Հայաստանը ազգային սուվերեն կարողություններ ձեռք բերի, Միացյալ Նահանգներն են եւ Մեծ Բրիտանիան։ Եվ տարօրինակ այս դեպքում այն կարող է լինել, որ ինչու հենց ԱԱԾ կառույցում, որտեղ տարիներ շարունակ նաև իշխանություններն են, գործող իշխանություններն են հայտարարում, որ ԱԱԾ-ն եղել է ազդեցության տակ ռուսական հատուկ ծառայությունների, նախկինում ԿԳԲ-ի, հետո այլ հատուկ ծառայությունների, դրա իրավահաջորդի ու բարբերաբար նման հայտարարություններ ու դրանից հետո որ ինչպես դուք եք ասում արևմուտքը ԱԱԾ-ում է փորձում նման կառույց ստեղծել, սա ինչ որ առումով տարօրինակ կարող է թվալ։ Ես կարծում որ ժամանակի ընթացքում պետությունը, իշխանությունը նաև որոշ զտիչ գործողություններ է իրականացրել, վեթինգ է իրականացվել, գիտեք, բարեվարկություն է ստուգվում ԱԱԾ-ում եւ չեմ բացառում, որ վերջին նշանակումները, հատկապես Անդրանիկ Սիմոնյանի այնտեղ նշանակումը նաև ունի որոշ քաղաքական բաղադրիչ, ըստ էության համակարգի մարդ չէ Անդրանիկ Սիմոնյանը, դատավոր էր, հետո իրավապահ համակարգում առանցքային դերակատար էր եւ հիմա արդեն ԱԱԾ-ում է եւ մենք հասկանում ենք, որ դա շատ որոշակի ուղերձ է, որ կա վստահություն, այսինքն կամ ԱԱԾ-ի նկատմամբ վստահություն է վերականգնվում իշխանության մոտ եւ համենայն դեպս ես հույս ունեմ, որ ես առասարակ կողմ եմ եղել ԱԱԾ-ն կազմաքանդելու եւ նոր իրապես ազգային անվտանգության ծառայություն հիմնադրելու։ Գործող իշխանությունները գնացին այլ ճանապարհով, ըստ էության տևական ժամանակ կար տոտալ
անվստահություն ԱԱԾ-ի նկատմամբ եւ շատ լեգիտիմ էր այդ դիրքորոշումը, հիմա փորձ է արվում այսպես առանձին ստորաբաժանումներով վերականգնել վստահությունը եւ համակարգային այսպես նոր տեսք տալ մի հիմնարկի, որը իրապես կծառայի ազգային անվտանգության կարիքներին, ազգային անվտանգության գործառույթներ կիրականացնի, որոնք պետության համար ունեն չափազանց էական եւ գոյաբանական նշանակություն։ Հատկապես մեր երկիրը, որը այսպիսի լայնածավալ ներքին եւ արտաքին հարձակումների տակ է։ Պարոն Բաբաջանյան, դուք ըստ երևույթին լսել եք նախկին նախագահների հարցազրույցները երկարաշունչ, դրանք տեղի ունեցան Արցախյան պատերազմի 5-րդ, կարելի ասել, տարվան ընդառաջ, տարին լրանալու ավելի շուտ նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթի ստորագրման ընդառաջ, եւ Ադրբեջանում նույնպես ֆիլմեր, հարցազրույցներ, հայտարարություններ եղան նույն նաեւ առիթով եւ լսել եք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյուն Բայրամովի այն հայտարարությունը, դրանք բարբերաբար իհարկե կրկնվում են, հերթականն է, որ Հայաստանն է հրահրել պատերազմը, դա կրկնում է նաև մեր ընդդիմությունը, ու նաև այն, որ Դուշանբեում 19 թվականին Ալիևը եւ Փաշինյանը հանդիպել են, Փաշինյանը խնդրել է, որ դադարեցնեն առժամանակ, մի խոսքով այդ հայտարարությունը դուք լսել եք, ինչ կարող եք ասել այդ առիթով, որքանով է դա ազդել իսկապես պատերազմի վրա, որտեղ ընդդիմությունը անդադ բարձրաձայնում էր, թե ինչ է պայմանավորվել Դուշանբեում այդ ժամանակ։ Փաստորեն կա եղել է նման ինչ-որ խոսակցություն։ Ընդհանրապես ես շատ մեծ դժկամությամբ եւ դժվարությամբ եմ անդրադառնում այդ երկու այսպես կոչված նախագահներին, բայց այստեղ կարծում եմ բավական հետաքրքիր շղթա կա, հա, Ադրբեջանի իշխանությունների եւ ձեր նշած երկու անձանց այսպես սինխրոն հարցազրույցները, հայտարարությունները մի տարբերությամբ, էլի, կոնկրետ ես նրանց ընդդիմություն չեմ համարում եւ չեմ համարում, որ նրանք պետք է հարցազրույցներով հանդես գան, նրանք պետք է ցուցմունք տան միայն։ Իսկ եթե իրենց տված հարցազրույցները նոր ցուցմունքների առիթներ են ուղղակի պետական դավաճանության եւ քրեական նոր հոդվածներով այսպես իրենց արսենալը ավելացնելու։ Ըստ էության Բայրամովը երկրորդել է Քոչարյանին, դուք ասում եք կոնկրետ ընդդիմություն, այսպես ընդհանրական եք նկարագրում, բայց Քոչարյանը քանից դրա մասին, հա, եւ Բայրամովը, որը եւ Ալիևը մշտապես այսպես սնունդով ապահովում են եւ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, որ նրանք հանկարծ չլռեն, որտեւ ըստիս այդ հայտարարությունները ավելի ու ավելի եւ իրենց հարցազրույցները առասարակ ավելի ու ավելի ամրապնդում են Ալիևի դիրքերը եւ ասեմ, որ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ուղղակի նվեր են Ալիևի համար, թե որպես ընդդիմություն Հայաստանում եւ թե որպես իշխանություն։ Իշխանությունն ասում է մեզ համար է նվեր։ Ես դա չգիտեմ, իշխանությունը թող իրենց նվերները վերցնեն ու իրենք չգիտեմ ինչով զբաղվեն, բայց կոնկրետ Ալիևի համար իրենք նվեր են, այն իմաստով, որ միջազգային գործընկերներին մշտապես հղում են անում այս որակի ընդդիմության արկայությունը եւ ասում են, որ տեսեք, նույնիսկ եթե գործող իշխանությունները խաղաղության միտված գործընթացներ են իրականացնում, իրապես գործուն քայլեր են իրականացնում, տեսեք, նրանք ովքեր հավակնում են իշխանության գալ, մշտապես կարող են ուրեմն ռևանշի դիմել եւ դրա համար լեգիտիմացնում է իր օրինակ պատերազմական կարողություններ ձեռք բերելու եւ սպառազինություն ձեռք բերելու իր քայլերը, սպառազինության ծավալները, բյուջեն ավելացնելու իր որոշումները եւ առասարակ ավելի ու ավելի ամրապնդում է այն իր դիրքորոշումը, որ Հայաստանը ռևանշի դիմելու հակումներ ունի։ Իսկ անթաքույց, ասենք Քոչարյանը խոսում է նույնիսկ, որ մեր եղած 29743 քառակուսի կիլոմետրը բավարար չէ Հայաստանի համար եւ մենք միշտ պիտի տարածքային հավակնություններ ունենանք հարևանների նկատմամբ, օրինակ Թուրքիայի, Վրաստանի նկատմամբ, մենք պիտի միշտ օրինակ հիմա էլ նոր այսպես տարածքային նկարտումներ ունենանք Ջավախքի նկատմամբ, երևի Թուրքիայի նկատմամբ եւ դրա սպասարկողը պիտի լինի հայ ժողովուրդը իր զավակներով եւ իր տարածքներով։
Սա ուղղակի գիտեք նույնիսկ քննարկելու, նույնիսկ մեկնաբանելու կարիք չունի։ Սա մեծագույն ողբերգություն է այս հայտարարության բովանդակությունը, առ այն, որ ըստ էության հանդուրժել այս տեսակ կարողություններ, այս տեսակ մտքեր արտահայտող մեկին պետության ղեկին ուղղակի հիմա ավելի մեծ ողբերգության մասին է խոսում, թե մենք ինչպես ենք այդ 10 տարին ընդհանրապես դիմակայել։ Ես շատ ավելի կուզեմ, որպեսզի մենք մեր հայացքը ուղղենք ապագային, իսկ ապագան կոնկրետ մարդկանց հետ ամենօրյա այն շփումն է, որը մենք որպես կուսակցություն ունենում ենք, մարզեր, գյուղական բնակավայրեր, այնտեղ ընդհանրապես ճիշտ ասած ոչ Քոչարյանին են քննարկում, ոչ Սերժին են քննարկում, ոչ Կաթողիկոսին են քննարկում, այնտեղ իրապես երկրի ապագային, կյանքին, իրենց հանապազօրյա հացին նվիրված խոսակցություն է, որին իդեպ շատ անհաղորդ է իշխանությունը, ասեմ ձեզ։ Իշխանությանը ընդհանրապես խաբում են, որ մարզային եւ գյուղական բնակավայրերում այսպես մեծ խանդավառություն կա այդ ճանապարհների եւ դպրոցների կապակցությամբ։ Իհարկե դա շատ լավ է, բայց ես ասեմ ձեզ, շատ լուրջ խնդիր կա։ Մենք օրինակ 50 հոգի, ոչ թե տնտեսություն, գյուղում Վարդենիսի Կախակն գյուղի 300 հոգանոց դպրոց է կառուցվում, 300 աշակերտի համար նախատեսված։ Ես իհարկե շատ ուրախ եմ, որ այդպիսի դպրոց է կառուցվում, որտեղ դպրոցն այդ գյուղն էլ 2022 թվականին ունեցել է 300 բնակիչ։ Եվ սեպտեմբերի 13-ից հետո գյուղը դատարկվել է, այսօր 50 բնակիչ է մնացել այնտեղ։ Կարծում եմ, որ այդ դպրոցի կառուցումը պիտի լինի պետության հանձնառություն եւ խոստում ուրեմն մոտ ապագայում այնպիսի պայմաններ ստեղծելու, որ ոչ միայն այդ գյուղացիները, այդ գյուղի բնակիչները վերադառնան, այլև ուրիշներ։ Եւ գյուղը անհապաղ պիտի դառնա 500 բնակիչ ունեցող եւ ինչու՞ չէ 1000։ Մենք այսպիսի խոսակցություն առասարակ պիտի ունենանք, թե ոչ։ Պարոն Բաբաջանյան, ճիշտ են արել իշխանությունները, որ իհարկե ճիշտ են արել։ Լավ են արել։ Ընդդիմությունը քննադատում ասում է, որ ընդդիմությունը ինչ է անում, ես ասում եմ լավ է անում, որ կառուցում է, բայց դա բավարար չի, դրան պիտի հաջորդեն նոր քայլեր։ Մենք պիտի բիզնեսին ուղղորդենք դեպի մարզեր, նոր հիվանդանոցները եւ նոր ուրեմն փոքր եւ միջին ձեռնարկությունները պիտի հարկային եւ վարկային արտոնություններով ուղղվեն դեպի մարզեր եւ գյուղական բնակավայրեր եւ այնտեղ պիտի մենք բարձր աշխատավարձով աշխատատեղեր ստեղծենք, ծանր եւ միջին ու ծանր արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն պիտի այնտեղ զարգացնենք։ Ի վերջո այդ դպրոցներում մենք ուսուցիչ չունենք։ Հիվանդանոցներում այդ գեղեցիկ շենքերում բժիշկ չունենք։ Այդ ուղղությամբ որևէ աշխատանք կատարվում է։ Դե մենք օրինակ պատկերացնում ենք, որ անվճար պետպատվերով սովորող ուսանողներին պետք է դիպլոմը տալուց առաջ բարձր աշխատավարձով, կրկնակի Երևանից աշխատավարձով ուղարկել մարզեր, որպեսզի 2 տարի այնտեղ իրենք պրակտիկա անեն եւ նոր գան իրենց դիպլոմը խորհրդային տարիներին կար։ Նույնը պետք է բժիշկներին առաջարկել եւ այդպիսի լավ պայմաններ առաջարկելով հնարավորություն տալ, որ երևանցին օրինակ լավ բժշկության համար, լավ բժշկական աջակցության համար մեկնի օրինակ, չգիտեմ, Վարդենիս Մարտունի կամ Տավուշի մարզի որևէ բնակավայրում ուրեմն իր առողջության մասին հոգա։ Այսպիսի ծրագրեր են պետք։ Այդ վերջերս ռադիացիայի այդ մեծ նոր, գիտեք, հիվանդանոց է կառուցվել Երևանում։ Սեփականատիրոջ հետ եմ խոսում, ասում ինչի եք Երևանում կառուցել։ Ասում օրը 100 հիվանդ է գալիս ձեր հաստատություն։ Պատկերացեք, եթե մենք այդ հիվանդանոցը կառուցեինք օրինակ Երևանից դուրս, մի որևէ մարզային բնակավայրում։ Ուզեինք, չուզեին, այդ 100 հիվանդը գնալու էին իրենց հարազատներով, այնտեղ սպասարկման ուրեմն ենթակառուցվածքներ էին ստեղծելու, շարժեր լինելու, որտեղ պատկերացրեք Վարդենիսում նշանակություն չունի դուք 100,000 եք ստանում, թե 500,000 եք ստանում։ Վարդենիսում ուղղակի փողը ծախսելու տեղ չկա, փողը վայելելու տեղ չկա։ Մենք այդպիսի պայմաններ ստեղծելու առաջնահերթություն ունենք, թե չէ ինչ եկեղեցի, ինչ Սերժ, ինչ Քոչարյան, մենք երկիրը այսօր
խաղաղության այս օրակարգը նյութականացնելու, մարդկանց մաշկին մոտեցնելու խնդիր ունենք։ Մարդիկ ոչ մեկ չի խոսում մեզ հետ անվտանգության ու խաղաղության մասին, մեզ հետ խոսում են արդարության մասին։ Հիմա էլ այսօր Եվ մենք ըստ էության 2018 թվականի ամբողջ փոփոխությունների առանցքում այդ ակնկալիքներ, չէ՞։ Եվ այդ չենք կարողացել ապահովել։ Այդ չագուճներով թափահարելը ոչինչ չի փոխում, որտեղ դատական համակարգը շատ ավելի ենթակա է ձեր Սերժին ու Քոչարյանին, քան պետությանը եւ պետության առաջնահերթություններին։ Դուք այդ խնդիրները, որ բարձրացնում եք, իշխանությունները երբեմն իհարկե ոչ նմանցրությամբ, բայց բարձրացնում են։ Ծրագրերի մասին են հայտարարում, չի արվել, այս ընթացքում չի արվել։ Հայտարարություններին պիտի հաջորդեն կոնկրետ գործողություններ։ Մենք 7 տարի միայն հայտարարություններ ենք լսում։ Իսկ ինչ է արվել, որպեսզի ուրեմն կարողանանք դատական համակարգում պատշաճ վիճակ ունենանք։ Ինձ նախարարը ասում է, որ մենք 60% դատավորներին փոխել ենք կարգապահական այդ վարույթներով։ Իհարկե երաշխիք չկա, որ նրանք մարդու իրավունքների եվրոպական դատարանից չեն վերադառնալու դատական համակարգ, բայց ես չեմ կարծում, որ վեթինգը եւ կարգապահական վարույթները նույնն են։ Վեթինգը անընդհատ պիտի գործողության մեջ լինի եւ դատավորները պետք է անդադ բարեվարկության ստուգում անցնեն եւ նրանց կապերը քրեական տարերի, քաղաքական շրջանակների հետ պետք է մշտապես ստուգման առարկա լինի։ Մենք ըստ էության հիմա որոշումներ ունենք, որտեղ թաքույց բացահայտվում են քաղաքական եւ քրեական առնչություններ դատավորների կողմից։ Ու սա մենք չենք կարող ուղղակի հանդուրժել, որտեղ սրան հաջորդում է մեկ այլ արատավոր պրակտիկա։ Մարդիկ չվստահելով դատական համակարգին ինչ են անում, այլ համակարգերի են սկսում դիմել, օրինակ գողական աշխարհին։ Նույն քրեական համակարգ։ Իհարկե, եւ որտեվ եթե դատական պրակտիկան չի արդարացնում իրեն, մարդիկ չեն կարողանում իրենց տարական իրավունքները պաշտպանել դատարանում, գնում են գողականներին եւ այդպես քրեական ուրեմն ինստիտուտներն են սկսում փթել ու զարգանալ։ Միջև գնում է նրան, որ մարդիկ դատարանում չեն կարողանում հասնել արդարության, իրենք հաշվեհարդար են տեսնում ինքնադատաստանի տեսքով, մերձավաննել ձեզ ուղակի ապացույց։ Ինչ մենք հիմա էսա եղել մեր խոստումը եւ էսա եղել մեր հանձնառությունը եւ սրանով ով պիտի զբաղվի եւ միայն այո արցանագրել որ վարչապետն էր վերջերս ասում որ դատական համակարգի խնդիրները շատ ավելի խորն են քան ինքը կարող էր պատկերացնել այս արցանագրումները չեն օգնում իրավիճակին որտեւ Վարդենիսի ամենահեռավոր գյուղում գտնվող քաղաքացին արդարության սով եւ կարոտ է շարունակում իր սրտում պահել, որովհետև տարական արտադրած բերքը չի կարողանում սպառել, որովհետև պետությունը մի ռազմավարություն չի կարողանում մշակել, որ այդ փոքր քանակությամբ օրինակ արտադրանքը կարողանա միտեղ հավաքել եւ մեծականակ գնորդներին ուղղորդի այդ գյուղացիների արտադրանքը կարողանանք սպառել։ Մինչդեռ պետությունը թույլ է տալիս, որ մենք Պակիստանից արդեն կարտոֆիլ եւ գազար բերենք եւ տեղական արտադրողները ուղղակի ոչինչ անան։ Սրա մասին ինչ պիտի մտածեք, ինչ մրցակցություն։ Այսինքն ինչ մենք տեղական արտադրողներին պիտի սպանենք, պիտի կաթի փոշի բերենք Ռուսաստաններից եւ չգիտեմ որտեղներից, որ մարդիկ չկարողանան իրենց կաթը մթերել։ Թանկ է հայկական արտադրանքը։ Դե գիտեք ինչ, ես կարծում եմ, որ դրա համար էլ պիտի քաղաքականություն լինի, այսպես թողնել, որպեսզի տարերայնորեն կարգավորվի շուկան, դա անթույլատրելի է։ Բայց ես շատ պիտի ուզեի, որպեսզի խոսակցությունը ընդհանրապես եւ առաջիկա զարգացումները, դուք ասում եք 5-րդ տարելիցի առիթով են այս հարցազրույցները։ Անցյալ տարի էլ էր, չէ, 4-րդ տարելիցներ, դրանից առաջ 3-րդ տարելիցներ, ինչի չէին ծպտուն հանում։ Ընտրություններ են եւ ընտրություններին ընդառաջ իրենց հանձնարարել են ուրեմն ադրբեջանցիների հետ, իրենց ադրբեջանցի եղբայրների հետ, սինխրոն ուրեմն հարցազրույցներ տալ եւ հայտարարություններ անել եւ անդադ հասարակական ցնցումներ առաջացնել ադրբեջանցիներն էլ արդեն իդեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուղղակի ներքաղաքական դերակատարներ են դարել Ալիևը եւ Բայրամովը այսօր մեր ընտրությունների ուղղակի մասնակիցներ են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ձեռքով եւ դեմքով
Հիմա մենք սա շարունակելու ենք հանդուրժել, թե օրինակ իրավապահները անելիքներ ունեն։ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները մի շարք ուղղակի քրեական եւ ոչ միայն քաղաքական, նաեւ իրավական ուղղակի գնահատականների պիտի ենթարկվեն, բայց մենք որևէ քայլ չենք տեսել։ Ես նախորդին այստեղ գալուց կարդում էի Շտայնմայերի նախորդին արած մի բացառիկ հայտարարություն, որ որևէ ոտնձգություն այսօր ամենապոպուլար կուսակցության մասին է խոսում, այլընտրանք Գերմանիայի համար, ծայրահեղ աչական կուսակցություն է։ Որևէ ոտնձգություն ազատության նկատմամբ եւ ժողովրդավարության նկատմամբ պիտի պետությունը պարտավոր է դրան արագ արձագանքել, անհրաժեշտության դեպքում ուղղակի փակել։ Էլ ինչ պիտի աներ Քոչարյանը այս երկրի եւ այս ժողովրդի հետ, որպեսզի դրան եւ իր ընդհանրապես առաջնորդած քաղաքական ուժերը մեկընդմիշտ արգելեք։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին կարևորագույն որոշում է կայացրել։ Բերել ցույց է տվել այն քաղաքական ուժերի եւ անձանց շրջանակը, ովքեր ուղակի մասնակցել են 0038 հրամանին եւ մարդկանց են գնդակահարել, խախտել են մարդկանց կյանքի իրավունքը։ Այսինքն ժողովրդավարության թշնամիներ են, պետական, սահմանադրական կարգ են տապալել։ Դրան ինչ է հաջորդել։ Դրան օրինակ եվրոպական որևէ երկրում հաջորդում են կոնկրետ գործողություններ։ Այդ քաղաքական ուժերը եւ անհատները արկախվում են նրանց մասնակցությունը եւ իրավունքը արգելվում է առասարակ ժողովրդավարական գործընթացներին մասնակցել։ Մենք դրանց բերել ենք հիմա ժողովրդավարական process-ների մասնակից ենք դարձրել, որպեսզի գան ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով ջախջախեն ժողովրդավարությունը։ Սա ենք ուզում։ Եվ ինձ որպես քաղաքական ուժ հավասար մրցակցային պայմանների մեջ են դրել միլիարդատերերի հետ, որոնք կեղտոտ իրենց փողերը, թալանած փողերը բերել են դրել են շրջանառության մեջ եւ ասում են դե պայքարի։ Այդպես չի լինում։ Այդպես չի լինում։ Պետությունը գործառույթ ունի, կարգավորող գործառույթ ունի եւ ես պիտի այդ պետությունից հստակ տեսնեմ, թե ինչ առաջնահերթություններ կան, ժողովրդավարությունը այդպես չեն պահում։ Ժողովրդավարությունը այդպես չեն պաշտպանում։ Դրա համար պետք է կամք, հանձնառություն, իրապես որոշումներ կայացնելու ունակություն, կոմպետենցիա եւ իրապես անկեղծ ձգտում պետության հիմքերը, սահմանադրական կարգը, ժողովրդավարությունն ու ազատությունները պաշտպանելու, դրա մասին չեն խոսում։ Դուք շատ ճիշտ եք նշում, որ նրանք կարող են ինձ հետ համաձայնել, այո, մեծ մասամբ նրանք համաձայն են, իսկ ինչ են անում համաձայնվելուց հետո։ Եվ ինձ կասեք ինչու չեն անում, որտեղ կարողություն չունեն։ Ուրիշ բացատրություն չկա, որտեղ որևէ բան անելու համար պիտի ունենաս հմտություն, գիտելիք, փորձ, 7 տարին բավարար չի, այդ մարդիկ չեն կարողանում այդ կարողությունները ձեռք բերել, որպեսզի ուրեմն գործուն քայլեր իրականացնեն։ Պարոն Բաբաջան, ինչ եք առաջարկում իշխանությունը որոշում կայացնի եւ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին կալանավայրում, հա, փակի նրանց կուսակցությունները նրանց հատարակությունները։ Ես չեմ ասում որևէ ում փակի, ես ասում եմ, որ պիտի մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, օրինակ, պիտի հիմք ծառայի, որպեսզի պետությունը իրավաքաղաքական գնահատական տա մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ, որտեղ հստակ ցույց է տալիս այդ օրվա քաղաքական ուժերի անուններն է նշում։ ԲՀԿ, Հայեղափոխական դաշնակցություն, Հանրապետական կուսակցություն, Սերժ Սարգսյան, Տիգրան Թորոսյան, Աղվան Հովսեփյան, այդ ամբողջ բուրգը հանցագործ է։ Այդ դեպքում ինչի չեն անում, եթե այդպես է։ Որտեղ վախում են։ Ինչից։ Վախեր ռուսներից, թուրքերից, ամերիկացիներից, եվրոպացիներից բոլորից վախում են։ Իսկ գիտեք երբ է վախը գալիս։ Երբ որ գիտելիք չունես, երբ որ հմտություն չունես, կառավարելու կարողություն չունես, երեխան ինչի է վախենում ամեն ինչին ձեռ տալ, որտեվ դեռ չի հասցրել ծանոթանալ դրա հատկությունների մասին։ Սա։ Եվ սա պարալիզ է առաջացնում։ Սա մտքի կոռուպցիա է ստեղծում։ Որ մենք չենք կարողանում, մենք գիտենք, որ դա այդպես է, համարձակություն եւ խիզախություն չունենք ավելին անելու։ Այս քայլն էլ անելու։ Մենք մնում ենք կիսատ պրատության եւ հայտարարությունների մակարդակում եւ որևէ բան միջև վերջ չենք անում։ Ամեն դեպքում նախընտրական շրջանն է եւ այդ ամբողջ գրքերի թեժացումը թե ընդդիմության թե իշխանության կողմից ըստ երևույթին պայմանավորված է նաեւ դրանով։ Բոլորն էլ աշխատում են սոցհարցումների համաձայն ունենք 60%-անոց չկողմնորոշված այո ընտրախավ եւ կողմնորոշված չէ զզվող բոլորիցս զզվում են բոլոր քաղաքական ուժերին ու քաղաքականությունը մերժում են
Բայց ի վերջո հասկանում ենք, չէ՞, որ 61%-ն է որոշելու իշխանության ելքը, ով է լինելու իշխանություն։ Եթե գնան ընտրությունների։ Եվ ամեն ինչ պիտի անենք, որպեսզի գնան, որտեղ մենք ավելի լավ հայրենիք չունենք դրսում։ Մեր ունեցած չունեցածը սա է։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենիքը ավելի լավը դարձնենք ինքներս մեր ձեռքով։ Այո, ես հասկանում եմ, որ հուսահատությունը եւ այս դեպրեսիան պիտի ամեն կերպ միասին ձգտենք հաղթահարել եւ այլընտրանքներ պիտի գան մեջտեղ։ Այս հուսահատությունը, այս գործող ձեր նշած ընդդիմության եւ գործող իշխանության ուրեմն վերջին 5 տարիների ուղիղ գնահատականն է։ Մեր նպատակն է, որպեսզի նոր գույն եւ նոր բովանդակություն բերենք քաղաքական դաշտում եւ այս մարդկանց ապրելու հույս վերադարձնենք, որտեղ այս մարդիկ ուղղակի մեջքով են շրջվել բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ կապ ունեն քաղաքականության հետ։ Այս հայոյանքն ու այս բանսարկու միջավայրը, որի անունը դրել են քաղաքականություն, ուղղակի մարդիկ մերժում են, մարդիկ զզվում են, եւ մեր խնդիրն է մեր ուժերին ապավինելու հույս տալ եւ ներշնչել, որ մենք միասին պիտի կարողանանք այս վիճակից դուրս գալ։ Թեև դուք քաղաքական ուժի ղեկավար եք, մի փոքր կարող է ձեր կարծիքը ինչ որտեղ օբյեկտիվությունից դուրս լինի, բայց այնուամենայնիվ ըստ ձեզ գոյություն ունեցող այս քաղաքական ներկապնակում եւ իրավիճակում ընտրությունները ինչ ընթացք կունենան, ինչ ելք կարող են ունենալ։ Գիտեք, ավելի շատ ես կուզեի, ես չեմ կարող որտեղ 6-7 ամիս կա այդպեսի կանխատեսում անել, բայց շատ կարեւոր է մի քանի արձանագրում անել։ Ձեր հարցը շատ կարեւոր եւ կարծում եմ արժի անդրադառնալ ինչի շուրջ է լինելու ընտրությունը եւ ինչի մասին է լինելու ընտրությունը։ Իրապես պիտի մենք հիմա այդ մասին խոսենք, որտեղ իմ համոզմամբ այդ խաղաղության եւ պատերազմի այդ ընտրությունը իրականում Հայաստանի լինել եւ չլինելու մասին է։ Հայաստանի եւ ոչ Հայաստանի, Հայաստանի հարատեվության եւ Հայաստանի չեղարկման անկեղծորեն այդ ընտրությունը նոյեմբերի 9-ի եւ օգոստոսի 8-ի միջև է։ Բայց այստեղ շատ կարեւոր է հասկանալ մի բան, որ մենք աջակցում ենք օգոստոսի 8-ի հայտարարությունը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները, նաեւ դրանում ահռելի մասնակցություն ենք ունեցել, ամեն ինչ արել ենք ամերիկացիների հետ, որևէ առիթ չենք բաց թողել քննարկելու, խոսելու այս մասին։ Բայց այս համաձայնությունները չեն կարող կախված լինել մի քաղաքական ուժից։ Այս համաձայնությունները պիտի բնույթ կրեն համազգային նշանակություն պիտի ունենան։ Ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ, որ այդ պայմանավորվածությունները, որոնք դեռևս հռչակագրային տեսք ունեն եւ դրանք դեռևս չեն դարձել պայմանագրեր, պիտի ինստիտուցիոնալ մեծ աջակցություն եւ պաշտպանություն ունենան քաղաքական ամբողջ համակարգի կողմից։ Նրանք, ովքեր մերժում են օգոստոսի 8-ը, պիտի ուղղակի քաղաքական աղբանոց նետվեն, որտեղ օգոստոսի 8-ի այլընտրանքը Հայաստանի կործանումն է։ Նրանք, ովքեր այսօր չեն աջակցում օգոստոսի 8-ը, ուղղակի սպասարկում են Հայաստանի կործանման օրակարգը։ Սա պիտի լինի մեզ առաջնորդող առաջիկա ընտրություններում։ Եվ եթե դա լինի ֆիլտրը, շատ ավելի հեշտ կլինի ընտրություններին մասնակցել եւ իրապես այնպիսի արդյունք արձանագրել, որը Հայաստանին կարող է ավելի ամուր դարձնել, ավելի ուժեղ դարձնել։ Իսկ դուք որ մարզերում շրջագայում եք եւ հանդիպում եք մարդկանց հետ, որոնք ըստ երևույթին, որոնց մի մասն էլ այդ դուք ասում եք զզված, բայց սոցհարցումների համաձայն չկողմնորոշված մարդիկ կլինեն, այդ 60%-ի մեջ կլինեն, նրանք ինչ են մտածում այդ մասին։ Թե նրանք օրվա հոգս նրանց հետաքրքրում է միայն օրվա հույս է առաջացրել օրինակ օգոստոսի 8-ի համաձայնությունները, բայց ուզում են հասկանալ դա իրենց կյանքում ինչ պիտի փոխի։ Եվ մեր խնդիրն է, որպեսզի կախակնի Վասիլ Պապի, Արեգունիի, Արմենի, Փամբակի, Տիկին Վարդուհու եւ Սիրանուշի կյանքում կարողանանք փոփոխություն բերել, որտեղ մեր համոզմամբ ուժեղ անհատի, կրթված անհատի, բարեկեցիկ եւ բարձր աշխատավարձ ստացող գյուղացու մեջ է ուժեղ պետության գաղտնիքը։ Եվ եթե մենք չունենանք ուժեղ անհատներ, չենք ունենա
ուժեղ պետություն եւ ում է պետք են քաղաքականությունը, եթե դա ամեն օր մեր քաղաքացիների կյանքը ավելի լավը չի դարձնելու։ Եթե մենք չգիտենք այդ քաղաքականությունը ամեն օր մարդկանց կյանքը ավելի լավ դարձնելու ճանապարհը։ Սրա շուրջ պիտի լինի մեր քննարկումը, սրա շուրջ պիտի լինի մեր խոսակցությունը, ոչ թե մեզ խաղաղություն պետք է թե ոչ։ Այսինքն հասկանում եք քաղաքական ուժի ներկայացուցիչ նստում ասում է, եթե մենք չենք պատերազմելու, ինչի համար է պետք մեր ապրելը։ Այդ քաղաքական ուժը ինչ գործ ունի ընդհանրապես մեզանում։ Ում նկատի ունեք։ Հրանտ Մարգարյան։ Դե սա է այդ քաղաքական ուժի իմաստը գոյության ընդհանրապես պատերազմը, առնահոսությունը եւ տևական տառապանքն է, որպես կարողանան Սփյուռքում դրամահավաք կազմակերպեն, ճաշկերույթ անեն, փող հավաքեն, որտեվ այս իրավիճակում փող հավաքելու առիթները այնքան քիչ են դարձել, կուսակցությունը փող հավաքելու, նոր զոհեր, նոր հիշատակի երեկոներ են ուզում, նոր հուշարձաններ, որ փող հավաքեն։ Մենք ուզում ենք, որպեսի ապրող մարդկանց համար երկիր կառուցենք։ Իրենք գերեզմաններ են փնտրում, որ կարողանան ուրեմն սեփական կուսակցության ուրեմն հարատևությունը ապահովեն։ Սա է մեր տարբերությունը։ Դե նրանք Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանին են սատարում եւ նրա հետ միասին ըստ էության որոշակի քվեներ ունեն։ Նրանք մարտի 1-ին ժողովրդավարության վրա գնդակահարող խաղաղ ցուցարարներին գնդակահարելու հրաման տվող Ռոբերտ Քոչարյանի հետ հավասար պատասխանատվություն կրող քաղաքական ուժի ներկայացուցիչներ են։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ոչ ազգային դատարանը, որոշում է կայացրել։ Սա անհապաղ Հայաստանի գլխավոր դատախազության կողմից պիտի գործողություն իրականացնելու։ Իդեպ առաջիկա նոյեմբերի 18-ին ազգային ժողովում լսումներ են լինելու այդ առիթով, մենք էլ հրավիրված ենք, մենք կասենք, այդտեղ գլխավոր դատախազն է լինելու, ըստ ամենայնի նաև վարչապետը։ Կասենք մեր ասելիքը եւ կասենք ուղիղ եւ վարչապետին եւ գլխավոր դատախազին։ Վարչապետը այդ քաղաքական, այո, այդ քաղաքական ուժերը պիտի պատասխանատվության ենթարկվեն եւ այս քաղաքական մեծամասնությունը պարտավոր է իրավաքաղաքական գնահատական տալ այդ իրադարձություններին, որտեղ ըստ էության մարդու իրավունքների եվրոպական դատարանի այդ որոշումը պետության անգործության 17-ամյա անգործության ուղղակի փաստաթուղթ է եւ արձանագրում։ Մենք դրանից հետևություն պարտավոր ենք անել 7 տարի հետո հեղափոխությունից։ Առնվազն որտեղ խոստացել ենք երկու ծանրագույն պետական հանցագործություն բացահայտենք հոկտեմբեր 27 մարտի 1։ Ոչ մեկը չենք արել։ Գլխավոր դատախազի ուղղակի գլխավոր դատախազը նախորդ ամեն ինչ արեց, որպեսի եւ վաղեմության ժամկետի հարցը կարողանան լուծել եւ հիշում եք հայտնի հոդվածը ինչպես մեկնաբանվեց Սահմանադրական դատարանի կողմից, որը ուղղակի նրան ազատեց պատասխանատվությունից։ Բայց ամեն ինչ վերադառնում է շրջանս յուր եւ կարծում եմ, որ լավ հնարավորություն կա այս շրջանակին, այս քաղաքական սուբյեկտներին ոչ իրենց Հիսուսի արձանները փրկի գործած ոչիրների եւ հանցագործությունների համար, որոնք գնում էին եւ զենք ու հանդերձանք էին ստանում պաշտպանության նախարարությունից, որպեսզի ժողովրդին ջարդեն սեփական ուրեմն թիկնազորի այսպես մասնակցությամբ, ոչ իրենց այլ հանցագործություններ, որոնք կապ ունեն այս հանցագործության հետ եւ այլ հանցագործությունների հետ, քաղաքական հետապնդումներ, քաղաքական բանտարկություններ, սպանություններ եւ խեղում ամբողջ պետական համակարգի, կեղեքում ամբողջ պետական ունեցվածքի եւ հարստահարում բյուջեի, կոռուպցիայի դեմ պայքարի, այսպես անզիջում բաներ ենք, լոզունգներ ենք լսում, բայց տեսնում ենք, որ թե ոչ համակարգային, բայց ինքը էպիզոդներով նորից վերադառնում է, որտեղ երբ որ մենք հայտարարում ենք, որ համակարգային կոռուպցիա չկա, բոլոր մյուս տեսակի կոռուպցիաները սկսում են զարգանալ։ Այսինքն մենք պայմաններ ենք ստեղծում կոռուպցիայի զարգացման համար։ Մինչդեռ կոռուպցիան եւ պետական դավաճանությունը պիտի հավասարազոր ուրեմն պատժաչափի արժանանան եւ պատժի արժանանան ու դրա առնչությամբ մենք պիտի զրո հանդուրժողականություն ունենանք։ Մենք տեսել ենք այսպիսի վերաբերմունք, չենք տեսել։ Չենք տեսել եւ դրա արդյունքը եւ դրա պատճառը դատական համակարգն է։ Այս դատական համակարգով դու չես կարող զրո անհանդուրժողականություն հայտարարել։ Որ ոլորտներում են կոռուպցիան։ Համատարած հովանավորչություն, ծանոթներ, ամեն տեղ։ Իշխանությունը, այո, հովանավորչությունը իշխանությունը եւ իշխանությանը մոտ կանգնած նախկին շրջանակները, որոնք այս իշխանության հետ
ուրեմն սկսել են առնչություններ։ Ես չեմ ուզում մասնավորեցնել։ Նախորդ ամբողջ իշխանությունները շարունակում են տնտեսական ահռելի կարողություններ ունենալ, նրանք շարունակում են ասֆալտ անել, շարունակում են դպրոցներ կառուցել, նրանք շինարարական ընկերություններ ունեն, ահռելի կապիտալ ունեն։ Նրանց ունեցվածքը որևէ մեկը չի կասկածի տակ դրել։ Կոռուպցիան հաճելի է իշխանությունների կամ պատկան մարմինների համար ընդհանրապես քաղաքական կամք չկա, թե կարողություն չկա։ Դուք ինչ որտեղ վստահ եմ, որ նրանք ցանկանում են պայքարել կոռուպցիայի դեմ։ Այդտեղ երկու կարծիք չկա եւ այդտեղ մենք համակարծիք ենք։ Կարողություն չունեն։ Նրանք, որտեղ մենք հասկանում ենք, որ կոռուպցիան ընդհանրապես քրեական աշխարհը, նաեւ Ռուսաստանի ազդեցության գործիքներն են։ Եթե կհիշեք, տարիներ առաջ Միացյալ Նահանգների դեսպանը եւ Եվրամիության դեսպանը միաժամանակ հայտարարեցին, որ կոռուպցիան Հայաստանի համար ունի ազգային անվտանգության սպառնալիք։ Հիշում եք ինչ ոռնոց ու վայնասուն էր Հանրապետական կուսակցության կողմից, թե ինչի եք քետներդ խոթել մեր ներքին գործերին։ Հետո ապացուցվեց, չէ՞ որ այդպես է։ Ի վերջո այն արհավիրքները, որ մեզ հետ տեղի ունեցան, ուղիղ դրա հետևանք էին։ Մարդիկ զգուշացնում էին։ Մենք հիմա ինչ վերադառնալու ենք այդ վիճակին։ Ոչ, ամեն ինչ անելու ենք, նաև այս ընտրությունները որպես հնարավորություն ենք օգտագործելու, որպեսզի մեր որևէ դերակատարմամբ, իսկ մենք ասում ենք, որ մենք ընդդիմափոխության օրակարգով ենք գալիս։ Որպես ընդդիմություն ներկա ենք լինելու քաղաքական համակարգում եւ թույլ չենք տալու, որպեսզի գործող իշխանությունը պարազիտանա։ Որտեւ ես կարծում եմ, որ ընդդիմության որակն է պայմանավորում իշխանության որակը։ Ընդդիմությունը միայն կարող է որակյալ իշխանություն ապահովել։ Ողբերգություն չի վատ իշխանությունը։ Ողբերգությունը վատ ընդդիմություն ունենալը։ Եվ սա է, ես կարծում եմ, որ բանաձևը առաջիկա զարգացումներում իրապես որակական փոփոխությունների հասնելու։ Պարոն Բաբաջանյան, ընտրությունից այսքան խոսեցինք, դուք հավանաբար մասնակցելու եք, ձեր կուսակցությունը մասնակցելու է, իսկ ինչպես եք մասնակցելու, նախկինում եղել է նաև համագործակցություն համախոհ կուսակցությունների հետ։ Այս անգամ կան նման քննարկումներ, թե միայնակ եք մասնակցելու։ Իհարկե, անպայման մասնակցելու ենք եւ նույն արժեքները դավանող քաղաքական ուժերի հետ համագործակցության համար դաշինք նկատի ունենք։ Իհարկե բաց ենք, չգիտեմ կոնկրետ դաշինքի տեսք կունենա այդ համագործակցությունը, թե ինչ որ անհատներ կամ քաղաքական ուժեր կուսակցական ցուցակով կմասնակցեն, բայց իհարկե մենք հաջողության պատմություն ունենք։ Անցյալ տարի հենց այս նույն ժամանակ մենք ստորագրահավաք էինք անցկացնում եւ շատ սկեպտիկներ էին ի հայտ գալիս, որ սա ոչինչ չի նշանակելու, իշխանությունները ընդառաջ չեն գնալու, իշխանությունները արագ խլեցին այդ օրակարգը եւ դարձրեցին իրանց օրակարգ, գիտեք նաեւ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը պիտի տեղի ունենա հենց շնորհիվ այդ օրենքի, որը այս տարի գարնանը ընդունվեց։ Դա արել ենք մենք, հաջողության պատմություն ունենք եւ չի բացառվում, որ նման ձևաչափով օրինակ համագործակցություն լինի։ Չունենք այս պահին այդպիսի կոնսուլտացիա, բայց մենք հիմա որպես առանձին ուժ հանդիպումների մեջ ենք եւ միշտ բաց ցանկացած տեսակի համագործակցության համար այս այն նպատակն է, որի առաջ մենք մեր կուսակցության դրոշը պատրաստ ենք խոնարհել, որպեսզի Հայաստանի դրոշը ավելի բարձր ծածանվի։ Դաշինք չեղավ, մասնակցելու եք առանձին կուսակցության։ Իհարկե անխոս։ Մի հարց էլ ես տամ հայ-ադրբեջանական բանակցություններից, Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ասաց, որ բանակցային փաստաթղթերը արդեն դասավորել է եւ մինչեւ տարեվերջ կհրապարակի դրանք։ Ինչ որ նոր բան մենք կարող ենք իմանալ այդ փաստաթղթերից, պարոն Բաբաջանյան, թե ինչ որ բան շատ նոր տարեր, ինչ կարող դուք ինքներդ լուսաբանել եք այդ հակամարտության պատմությունը։ Ի վերջո մենք հասկանում ենք, որ բեկումը եղել է մադրիդյան սկզբունքներից հետո, ռուս-վրացական պատերազմ, դրանից հետո այլևս Մայենդորֆյան հիշում եք հանդիպումներ, երբ Միսկի խմբին զուգահեռ Ռուսաստանը որոշեց այլ եռակողմ թրակ ապահովել։ Այս սա եղել է ամենամեծ գաղտնիքը։ Ինչու է Հայաստանը համաձայնել Միսկի խմբին զուգահեռ գնալ Ռուսաստանի հետ եռակողմ ձևաչափով պայմանավորվածություններ, որտեղ Հայաստանը չուներ դաշնակից։ Կամ մենք չէինք հասկանում, կամ մենք տարբերակ չունենք։ Իհարկե, չունենալով լեգիտիմություն սեփական երկրում դու ստիպված ես գնալ ինչ որ մեկի ցուցումներով մասնակցել մի հանդիպման, որտեղ դու ընդհանրապես ձայնի իրավունք չունես։ Եվ մենք հասկանում ենք, որ այդ օրվանից սկսած առնվազն
Հայաստանի համար չէր կարող որևէ շահեկան ելք լինել։ Իսկ ֆունդամենտալ պարտությունը իհարկե Հայաստանը կրել է 98 թվականի փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարեցմամբ, որտեղ ըստ էության մաքսիմալիստական այսպես լոզունգներով իշխանության են եկել մարդիկ ու արդեն մի տարի հետո Հայաստանի տարածքի հաշվին են պատրաստ եղել Ղարաբաղի հարցը լուծել։ Եվ այդ պահից Հայաստանում չի գտնվել նորմալ ընդդիմություն, որ այս իշխանություններին թույլ չտար մինչև 2018 թվական կեղեքել մեր ժողովրդին։ Որտեվ ի վերջո հասկանում ենք, չէ՞, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միայնակ չէին, մի ամբողջ պետական համակարգ սրանց այս պատուհասությունը սպասարկել են եւ դարձել մեր ժողովրդի գլխին այսպիսի մեծ արհավիրքների պատճառ։ Պարոն Բաբաջանյան, գիտեք, Ադրբեջանը արգելք է հանել է Հայաստան եկող բեռների վրա եւ արդեն ցոր են Ղազախստանից եւ Ռուսաստանից եկել են Հայաստան։ Սա իշխանությունն ասում է, որ բավականին կարևոր դետալ է ապա շրջափակման մեջ, իհարկե ոչ ամբողջական ապա շրջափակում, եւ ինչ եք ընդդիմությունը հակառակը ասում է, դա կախվածություն է եւ կա իհարկե այն կռիվը, որ դա օգոստոսի 8-ի փաստաթղթերի արդյունք է, իշխանությունը ընդդիմությունը ասում է, ոչ դա Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի Դուշանբեում այդ հանդիպման արդյունք է եւ այլն, այնուամենայնիվ սա ըստ ձեզ իսկապես սկիզբն է, թե կարող է անամենայնիվ ետ շրջվել ու բոլորովին էլ սկիզբ չլինել անկախ նրանից թե որտեղ ինչ է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ավելի ու ավելի մեծ դերակատարում ունենան քաղաքական դաշտում, իհարկե անիվը ետ է շրջվելու, որտեղ անկախ նրանից նրանք ընդդիմություն են, թե Աստված մի արած թե իշխանության մաս լինեն, իհարկե այդ համաձայնությունները կյանքի չեն կոչվելու, որտեղ իրենք ցանկացած խոսակցություն, որ Հայաստանը ունենում է երկկողմ ձևաչափով, որտեղ տևական ժամանակ, գիտեք, մենք երկկողմ ձևաչափով ենք խոսել, ինչ որ մի պահի ամերիկացիները մտել են այդ խոսակցության մեջ։ Իրենք երկկողմ խոսակցությանն են դեմ, իրենք ուզում են, որպեսզի ընդհանրապես Հայաստանը որևէ դերակատարություն չունենա, խոսեն Հայաստանի փոխարեն Հայաստանի մասին, առանց Հայաստան։ Այս մարդիկ սուբյեկտայնությունից այնքան զուրկ են, իրենք ամբողջ իրենց գործունեության ընթացքում միայն Հայաստանի կարողություններն ու ակտիվները տալու մասին են մտածելով, որ այդպես Հայաստանը գործոն կարող է դառնալ։ Իրենց պատկերացմամբ գործոն լինելու համար Հայաստանը վերջին ունեցածը պիտի տա, սուվերենությունը։ Ու այլ պատկերացում չունեն, մարդիկ բաց տեքստով խոսում են օրինակ միութենական պետության մաս լինելու մասին։ Այդ նույն հայտարարության համար հիմա Վարդանիկը հոդված ունի իր վրա, բայց Ռոբերտ Քոչարյանը բանտախցում լինելու փոխարեն սեփական հյուրանոցում ցուցմունք տալու փոխարեն սեփական հյուրանոցում ասուլիս է տալիս կամ սեփական լրատվամիջոցին հարցազրույց։ Հիմա կա պրետենզիա, թե չկա։ Հիմա սա կոռուպցիա է, թե չէ։ Հիմա այս ընտրողական արդարադատությունը կոռուպցիա է, թե չէ։ Դատական համակարգի հետ անելու բան կա, թե չէ։ Եվ ձեզ թվում է այդ Վարդենիսի ամենահեռավոր գյուղում սա չեն տեսնում եւ չեն հասկանում, եւ ձեզ թվում է Երևանում այս խոսակցություններն ու այս երկխոսությունը եկեղեցի, չգիտեմ, Քոչարյան, Սերժ մարդկանց կյանքը կարող է փոխել։ Ես առաջարկում եմ խոսել մարդկանց կյանքը, մարդկանց իրական կյանքը փոխելու հարցերի շուրջ օրակարգերի մասին։ Շնորհակալություն, պարոն Բաբաջանյան։ Ես շնորհակալ եմ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։